Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են Վրաստանում իրավիճակը և Թբիլիսիի ու Բրյուսելի հարաբերությունները։ Նախարարական հանդիպման արդյունքներով Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունը քննարկում է Վրաստանում բռնաճնշումների համար պատասխանատու անձանց նկատմամբ լրացուցիչ սահմանափակումների հնարավորությունը։ Նրա խոսքով պատժամիջոցները կարող են վերաբերել իշխող վրացական երազանք կուսակցության ներկայացուցիչներին, քաղաքական դրդապատճառներ պարունակող գործերով դատավորներին և իշխանության մարմինների այլ ներկայացուցիչների, որոնք պատասխանատու են ակտիվիստների, ընդդիմադիրների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության համար։ Նշվում է, որ պատժամիջոցների փաթեթը դեռ համաձայնեցված չէ և դրան դեմ է արտահայտվում Հունգարիան։ Եվրամիությունը հարցի քննարկմանը կվերադառնա հուլիսին։ Նախարարական հանդիպմանն ընդառաջ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիությանը անդամակցելու հնարավորությունը։ 2023 թվականին Եվրամիությունը բացեց եվրոպական ընտանիքի դռները և Վրաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր։ Այսօր Վրաստանի եվրաինտեգրումը կասեցված է։ Ցավալի է, բայց Վրաստանում ժողովրդավարությունը վտանգված է։ Թբիլիսի-Բրյուսել հարաբերությունները վատթարացան, երբ Վրաստանի խորհրդարանը 2024 թվականին ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Եվրամիությունը նաև կասկածի տակ է դնում Վրաստանում նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների թափանցիկությունը։ 2025 թվականի հունվարին Եվրամիությունը կասեցրեց Վրաստանի դիվանագետների և պաշտոնյաների համար առանց վիզայի ճանապարհորդությունների ռեժիմը։ Միության տարբեր երկրներ նաև անհատական պատժամիջոցներ են կիրառել Վրաստանի կառավարության ներկայացուցիչների նկատմամբ։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի կասեցման համար իրավական հիմքեր չկան։ Նրա խոսքով առանց վիզայի ռեժիմն ամրագրված է Վրաստանի և Եվրամիության միջև միջազգային համաձայնագրով, որում նշված են կողմերի իրավունքներն ու պարտականությունները։ Առանց վիզայի ռեժիմի կասեցման որևէ հիմք չկա, սակայն մենք չենք կարող կանխագուշակել կամայականություններն ու չհիմնավորված որոշումները։ Դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման որոշումը խախտում է Վրաստանի և ԵՄ-ի միջև 2010 թվականին կնքված համաձայնագիրը։ Որևէ իրավական փաստարկ չի բերվել և մինչ օրս չի հստակեցվել, թե ինչ հիմքով է կասեցվել այդ որոշումը։ Պապուաշվիլու խոսքով կանոնների և նորմերի վրա հիմնված միջազգային կարգը այլևս գոյություն չունի և առավել հզորները փորձում են մյուսների նկատմամբ գործել ուժով։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունիսի 26-ին կանցկացնի քննարկում Վրաստանում քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց անհապաղ ազատ արձակելու կոչ թեմայով։ Ավելի վաղ ԵԽԽՎ-ի մամուլի ծառայությունը տարածել է համազեկուցողների հայտարարությունը, որում ասվում է, որ Վրաստանը մնում է Եվրոպայի խորհրդի ամենախիստ դիտարկման ներքո, որպես ժողովրդավարության համակարգային խնդիրներ ունեցող պետություն։ Համազեկուցողներ Էդիտա Էստրելյան և Սաբինա Չուդիչը խորը մտահոգություն են հայտնել Վրաստանում քաղաքական այլակարգության շարունակական ճնշման, այդ թվում ռեպրեսիվ օրենսդրության ընդունման կապակցությամբ։ Եվրոպայի խորհրդից պատրաստակամություն են հայտնել բաց և կառուցողական երկխոսության երկրի իշխանությունների և բոլոր քաղաքական ուժերի հետ։ Թուրքիայի երկինքը չի օգտագործվել Իրանի դեմ Միացյալ Նահանգների հարձակումների ժամանակ, հայտարարել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։ Ռեջեփ Էրդողանն էլ հայտարարել է, որ Իրանի ինքնիշխանության խախտումն ու տարածաշրջանի անվտանգության վրա հարձակումներն Անկարայի համար անընդունելի են, անկախ նրանից, թե որ երկիրն է դրանք իրականացնում։ Թուրքիայի ղեկավարի խոսքով Անկարան հստակ արտահայտել է իր դիրքորոշումն այդ կապակցությամբ և ակտիվ ջանքեր է գործադրում թույլ չտալու, որ Իսրայելի և նրա դաշնակիցների հարձակումները հարևան Իրանի վրա վերաճեն էլ ավելի մասշտաբային աղետի։ Ավելի վաղ թուրքական ավիաընկերությունները դադարեցրել էին բոլոր չվերթները դեպի տարածաշրջանի երկրներ։ Turkish Airlines-ը հայտարարել է դեպի Բահրեյն, Դամամ, Դոհա, Դուբայ, Քուվեյթ, Աբու Դաբի և Մասկատ նախատեսված չվերթների չեղարկման մասին։
Եվրամիությունը 20 միլիոն եվրո կտրամադրի թուրքական իշխանությունների հետ աշխատող մարդասիրական կազմակերպություններին, միջոցները կուղղվեն փախստականներին օգնության տրամադրմանը, այդ թվում առողջապահության, կրթության, ջրամատակարարման եւ սանիտարական մաքրման ոլորտներում։ Եվրամիության հայտարարության համաձայն առաջին հերթին օգնություն կստանան բնակչության առավել խոցելի խմբերը, այդ թվում 2023 թվականի երկրաշարժից տուժածները, ինչպես նաև հատուկ կարիքներով փախստականներն ու միգրանտները։ Ներկայումս Թուրքիայում գրանցված մոտ 3 միլիոն փախստական, հիմնականում Սիրիայից, ինչպես նաև Աֆղանստանից, Իրաքից եւ Իրանից։ Նրանցից բացի չգրանցված միգրանտներ են ապրում, որոնց թիվը հայտնի չէ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը եւ Իրանը համաձայնել են լիարժեք եւ ամբողջական հրադադարի։ Գիշերը Թրամփը Truth Social հարթակում գրել է, որ առաջիկա ժամերին, երբ երկու երկրներն ավարտեն ընթացքի մեջ գտնվող իրենց վերջին գործողությունները, 12-ժամյա հրադադար կլինի, ինչից հետո պատերազմը կհամարվի ավարտված։ Պաշտոնապես Իրանը կսկսի հրադադար, իսկ 12 ժամ անց Իսրայելը կմիանա հրադադարին։ 24 ժամ անց աշխարհը կողջունի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը։ Հրադադարների ընթացքում մյուս կողմերը կմնան խաղաղ եւ հարգալից, ենթադրելով, որ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես պետք է եւ այդպես էլ կլինի։ Ցանկանում եմ շնորհավորել Իսրայելին եւ Իրանին տոկունության, քաջության եւ խելքի համար, որոնք անհրաժեշտ էին ավարտելու այն, ինչը կստանա 12-օրյա պատերազմ անվանումը։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ եւ ոչնչացնել ամբողջ մերձավոր արևելքը, բայց դա տեղի չունեցավ եւ երբեք էլ տեղի չի ունենա։ Թրամփը նաև հայտարարել է, որ երկու երկրները գրեթե միաժամանակ են դիմել իրեն խաղաղության հաստատման համար։ Մինչև հրադադարի լիարժեք ուժի մեջ մտնելը կողմերը վերջին հարվածներն են հասցրել միմյանց։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ 20 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքում հարվածներից վնասվել է բնակելի շենք, զոհվել է առնվազն 4 մարդ։ Իսրայելն իր հերթին հարվածներ է հասցրել Թեհրանին եւ Իրանի մի շարք շրջանների։ Գիլանի նահանգի իշխանությունները հայտնել են 9 զոհի եւ ավելի քան 30 վիրավորի մասին։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հրադադարն արդեն ուժի մեջ է մտել, կողմերին կոչ անելով պահպանել այն։ Հրադադարի ուժի մեջ մտնելուց 2 ժամ անց, սակայն Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն Իրանին մեղադրել է հրադադարը խախտելու համար եւ խոստացել խիստ արձագանքել հարվածներ հասցնելով Թեհրանին։ Իրանական կողմը հերքում է նոր հրթիռակոծության լուրերը, պնդելով չի խախտել հրադադարը։ Միևնույն ժամանակ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանի հաղթանակը ստիպել է Իսրայելին միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան եւ փաստացի ընդունել պարտությունը։ Հայտարարության մեջ նշված է Իրանի զինված ուժերը չեն վստահում իրենց թշնամիների խոսքերին եւ շարունակում են մատը պահել ձգանի վրա, պատրաստ լինելով արձագանքել ցանկացած նոր ագրեսիայի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ արտաքին գործերի նախարար Մուհամմադ բին Աբդուլ Ռահման Ալ Թանիի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Արաղչին նշել է, որ Իրանը եւ Կատարը բարեկամ երկրներ են եւ Թեհրանը ցանկանում է շարունակել ամրապնդել այդ կապերը։ Նա ընդգծել է, որ Իրանի կողմից Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազայի վրա հարվածը եղել է ինքնապաշտպանություն, ի պատասխան Միացյալ Նահանգների հարձակման եւ ուղղված չի եղել Կատարի դեմ։ Արաղչին շնորհակալություն է հայտնել Կատարին տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Կատարի արտգործնախարարն էլ ընդգծել է, որ Դոհան ցանկանում է նպաստել տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։ Նախորդ գիշեր հրադադարի մասին հայտարարությունից առաջ Իրանը հրթիռային հարվածներ էր հասցրել Կատարում ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազային, նշելով, որ դա Թեհրանի պատասխանն էր իրանական միջուկային օբյեկտների վրա Միացյալ Նահանգների հարձակմանը։ Իրանական հարվածների հետևանքով Պարսից ծոցի արաբական երկրները ժամանակավոր փակել էին իրենց օդային տարածքը։ Ավիաբազայի թիրախավորման հետևանքով ամերիկացիներ եւ կատարցիներ չեն տուժել։ Դոնալդ Թրամփը նշել էր, որ Իրանի հարվածները թույլ են եղել։ Նա շնորհակալություն էր հայտնել Իրանին հարձակման մասին նախապես ծանուցելու համար, ինչը թույլ էր տվել խուսափել մարդկային կորուստներից։ Կատարից էլ հայտնել էին, որ Իրանն արձակել է 19 հրթիռ, որոնցից մեկը հարվածել է ռազմակայանին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Մինգեչավուրում էլեկտրակայանի բացման արարողությանը։ Նրա խոսքով Մինգեչավուրը որպես էներգետիկ կենտրոն կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի համար։
Վերջին 20 տարիների ընթացքում մենք կարելի է ասել զրոյից կառուցել ենք Ադրբեջանի էներգետիկ համակարգը։ Մեր երկրի տարբեր անկյուններում նոր էլեկտրակայաններ են կառուցվել։ Միևնույն ժամանակ Մինգեչաուրում իրականացվել են վերակառուցման աշխատանքներ։ Այս նոր էլեկտրակայանը իհարկե կուժեղացնի մեր էներգետիկ ներուժը, կբարձրացնի էներգահամակարգի արդյունավետությունը եւ այդպիսով ել ավելի կամրապնդի Մինգեչաուրի կարգավիճակը որպես ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ Հարավային Կովկասի էներգետիկ կենտրոն։ Ալիևը հավելել է, որ ներկայումս երկրի էլեկտրաէներգիայի ավելի քան 40%-ն արտադրվում է Մինգեչաուրում։ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում լրագրողների եւ քաղաքական ակտիվիստների նկատմամբ դատավճիռների վերաբերյալ։ Նշվում է, որ Աբզաս մեդիայի լրագրողներին եւ աշխատակիցներին տրված ծանր դատավճիռները մտահոգող զարգացումներ են։ Անկախ լրագրությունը կենսական դեր է խաղում թափանցիկության, հաշվետվողականության եւ տեղեկացված հասարակության կարծիքի ապահովման գործում։ Եվրոպական միությունը կոչ է անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, կատարել իր միջազգային պարտավորությունները եւ անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների եւ լրատվամիջոցների աշխատակիցների համար անվտանգ եւ բարենպաստ միջավայր ապահովելու համար։ Հայտարարության համաձայն Եվրամիությունը հանձնառու է Ադրբեջանի հետ մարդու իրավունքների ոլորտում երկխոսության եւ համագործակցության շարունակմանը։ Վարդուհի Արությունյան, հարևաններ։